ակնկալիք ունեք այս դատավարությունից, ինչ եք սպասում, արդյունքը ինչպիսին կլինի։ Դեք ամբողջ process-ը այնպիսին է, որ երբ որ չկա իրավաբանություն տակը, երբեք չես էլ ակնկալում, որ կարող է լինել արդարադատություն։ Ակնհայտ է, որ ունենք քաղաքական հետապնդում եւ կախված նրանից, թե ինչպիսին է ռիսկերի կառավարման Նիկոլ Փաշինյանի ծրագրերը, դատարանները այդպիսի որոշումներ են կայացնում։ Այս պահին կտեսնեմ, որ կարելի է ինչ-որ չափով թույլատնել հետապնդումների ալիքը, հնարավոր է ունենանք տնային կալանք կամ այլ պատժամիջոցների։ Տեսնեմ, որ չէ, դեռ վտանգը շարունակում է լուրջ մնալ, ազդեցիկ մնալ, ուրեմն երկարաձգվելու է կալանքը եւ գնալու են այդ քաղաքական հետապնդումների իրենց այդ ծրագրի ամբողջությամբ իրականացնելու յետևից։ Այսինքն խնդիրը հիմնականում Փաշինյանի ռիսկերի կառավարումն է, իսկ այնտեղ բնականաբար այդ ռիսկերը իրենք բազմաբնույթ են, բազմատեսակ են, դրա համար համադրություններով որոշվում է։ Մեկ օր մեկին են կալանավորում, մեկ օր մյուսին, հետո բաց են թողնում, հետո նորից են կալանավորում։ Այդ ճանապարհով նաև երկրորդ խնդիրն են կարողանում լուծել, հանրային ընկալումների մեջ սովորական են դարձնում այս քաղաքական հետապնդումների փաստը, գործում են այնպես անել, որ մարդիկ դա արդեն որպես սովորական երևույթ ընկալել։ Դրա համար ակնկալիք չունեմ, իրավական տեսակետից չունեմ, ինչպես արդեն ասացի, process-ի սկզբանը իրավական չէր, հետևաբար պետք է սպասել եւ տեսնել, թե ինչ որոշում կա, եւ բնականաբար խոսքս այս պահի սպասելու մասին է, բայց իրականում պետք է կոնսոլիդացնել բոլոր ուժերը եւ ակտիվ քաղաքական պայքարի միջոցով հասնել նրան, որպեսզի այս դավաճան իշխանությունները օր առաջ ժամ առաջ հեռացվեն, որպեսզի քաղաքական գործիչներն ազատ քաղաքականությամբ զբաղվելու հանգիստ իրավունք ունենան եւ հնարավորություն։ Լավ, վերջապես ինչքան էլ փորձում են պայքարում են եւ այլն, ինչպես տեսնում ենք, հակառակը խոսացողին վերջում սպառնում է դատավարություն եւ այլն, կալանք եւ այլն։ Վերջապես հանգուցալուծումը ինչպես եք տեսնում այս ամենի։ Հանգուցալուծում երկու հանգուցալուծում կարող է լինել։ Առաջինը դա դավաճան իշխանությունների հեռացումն է, հնարավորինս շուտ ինչքան հնարավոր է։ Եվ երկրորդը դա հակառակ եւ վատ սցենարն է, երբ որ Հայաստանում ձևավորվում է վերջնականապես բռնապետություն, բոլոր անհամաձայնները կամ կալանավորվում են, կամ սպանվում են, կամ հետապնդվում են այլ կերպ, կամ պարզապես Հայաստանից հեռացվում են, եւ երկրում հաստատվում է Նիկոլ Փաշինյանի դեմքով ադրբեջան-թուրքական բռնատիրություն։ Էս է այլ ընտրանքը։ Դրա համար ես կարծում եմ, որ պետք է պայքարել։ Կա իրականում պայքարի եւ ռեսուրս, սոցիալական դժգոհությունը բավական մակարդակին է եւ ռեսուրս կա նաեւ քաղաքական տեսակետից, կան նաեւ առաջարկված իրավական եւ սահմանադրական գործիքներ, impeachment-ը այս իշխանություններին օր առաջ ժամ առաջ հեռացնելու եւ իմ խորին համոզմունքն է, որ պետք է քաղաքական դաշտը գնա այս ճանապարհով։ Հակառակ պարագայում մենք ունենալու ենք երաշխավորված վատ սցենարի իրագործում։ Impeachment ասացիք, սակայն impeachment-ի գործընթացը կարծես թե երկարում է, դանդաղում է, սա ինչպես կբացատրեք։ Կբացատրեմ քաղաքական ուժերի, ոչ բոլոր քաղաքական ուժերի լիարժեք գիտակցությամբ, թե ինչի մասին է խոսքը։ Ընդհանրապես ինչ է սպասում մեր երկրում։ Ցավոք սրտի մեր ընդդիմությունը իմ խորին համոզմամբ դա լիարժեք չի գիտակցում, լիարժեք չի պատկերացնում, որտեղ է տանում Նիկոլը Հայաստանը եւ ինչ է սպասում մեզ մոտ ապագայում։ Եթե քաղաքական ընդդիմությունը ամբողջությամբ մեր դա հստակ պատկերացնի, դանդաղում չի լինի, կլինի շատ արագ գործընթացներ։ Այս պայմանությամբ ինչքան որ հնարավոր է, թե հանդիպումների ընթացքում, թե քննարկումների, թե թեկուզ այսպես հանրային խոսքով, փորձում ենք այդ կարևոր խնդիրը հասցնել, տեղ հասնել, որ հա, այսինքն ցես չի լինելու, էլի հնարավոր չէ այսպես ոչինչ չանել, դատարանից դատարան գնալ միայն պաշտպանելով մեր ընկերներին ու սպասել, որ ակնկալել, որ կարող է պատահել հունիսին հանկարծ ընտրություններում այս իշխանությունները հեռացվեն։ Դա բացառված է։ Հետևաբար պետք է գործել, պետք է այս թե շատ քիչ ժամանակ է մնացել, բայց ամեն օր ամեն ժամ օգտագործել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու այս պահի միակ հնարավոր գործիքը կիրառելու եւ քաղաքական օրակարգ բերելու համար։ Շատ է, մնաց ընտրություններին կարծես թե 6 ամիս, այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանը հասավ եկեղեցուն, հասավ անհատներին, խոսքի ազատություն եւ այլն եւ այլն։ Արդյոք սա առիթ չէ ձեր ասած ընդդիմադիր ուժերին, որպեսզի սթափվեն եւ ոտքի կանգնեն։ Դեք առիթներ բազում են եղել։ Սա էլ է առիթ, եկեղեցու դեմ հարձակումն է առիթ, չգիտեմ, հայրենիքի հատվածները Ադրբեջանի հանձնելն էլ է առիթ, այսպես կոչված խաղաղության պայմանագիր ստորագրելն էլ է առիթ։ Առիթները շատ են, չկա գիտակցություն, ինչի մասին որ ես խոսում եի։
չկա այն պատրաստակամությունը, ինչ որ պատասխանատվություն ստանձնելու եւ հստակ քայլեր ձեռնարկելու։ Ընտրություններին սպասել ամենահեշտ, ամենահարմար տարբերակն է։ Գիտեք, ոչինչ չանես, նստես սպասես, հուսալով, որ դե եթե լավ կլինի խորհրդարան կանցնենք, լավ չի լինի, դե կանցնենք ժողովուրդը չքվեարկես, չգիտեմ, իշխանությունը կեղծեցես, հայեցեն արեց, բայց դա պատասխանատվությունից եւ պայքարից փախչելու իմ կարծիքով ամենահեշտ տարբերակներից մեկն է սպասել ընտրություններին։ Իմ առաջարկն է ընդդիմադիր գործընկերներին, քաղաքական ուժերին չսպասել, ամեն ինչ անել, որպեսզի այդ ալիքը ձևավորվի, հաղթական մթնոլորտ ձևավորվի Հայաստանում։ Իմպիչմենտի process-ը սկսել, չենք հասնի ավարտին հասնել, ոչինչ, բայց այդ ալիքի վրա, այդ պայքարով, ուժով եւ այլնով ընտրությունների հաղթանակի շանս գոնե կառաջանա։ Այս պահին այդ շանսը իսկապես չկա, գոյություն չունի։